Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ եկեցի անուն քո եկեցե արքայություն քո եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի ասած մեր հանապազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ բարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե Զգայ արքայություն եւ զորություն եւ փառք հավիդյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղես նստեք սիրելիներս բարի եկեք թող Տեր օրհնի մեզ իր խաղաղության ու սիրո մեջ վայ հատկապես Այսօր նյութը շատ բարդ է աշխարհի թե այն ժամանակվա սարսափելի մեղքերից թե այսօրվա մեղքերից պիտի խոսենք որ չի տարբերվում իրարից այսօր Պողոս Արաքյալը միասեռականության մասին պիտի խոսի եւ դրան գումարած 24 մեղքերի մասին պիտի խոսենք որ տարածված էր թե այն ժամանակ հեթանոս աշխարհի մեջ թե այսօրվա խառ այս բազմակրոն աշխարհի մեջ այս մեղքերը ինչքան տարածված են մենք հիշում ենք այնցել անգամ երբ որ Պողոս Արաքյալն ասես մարդկանց իրենց սրտերի ցանկության պատճառով բաց թողեց իրենց մեղքերի մեջ եւ իրենք ճշմարտություն իմանալով հանդերձ շեղվեցին ճշմարտությունից Աստծուն պաշտելու փոխարեն արարածներին պաշտեցին կուրքեր կենթաների մարդկանց թրջունների տեսքով եւ հիմա ցույց է տալուց թե այդ կռապաշտության հետևանքով ինչ մեղքեր կարող են մտնել մարդու կյանքի մեջ անաստվածության պատճառով մարդ ինչքան կարող առաջ գնալ որ իր բնական պետքերը կարող է փոխել անբնականի հետ եւ այս մեղքերը ոնց որ այն ժամանակ Սոդոմ Գոմորի կործանումը եղավ ռոմեական կայսրության կործանումը եղավ եւ նաեւ աշխարհի վախճան այդ մեղքերի պատճառով պիտի լինի այս 28-ից 32 համարներն ենք 26-ից 32 համարներն ենք սերտելու 26 համարը ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի որտեղ նրանց էքերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով Արդեն ասացի որ այստեղ Պողոս Արաքյալը 24 համարի շարունակությունն է որ իրենց սրտի ցանկությունները այդպես էր եւ թույլ տվեց նրանց որովհետեւ հեթանոս աշխարհի մեղքերը ոչ միայն աճում էր այդ ժամանակաշրջանում սիրելիներ այլև պատուհաս էր դառնում մարդկության համար Տեսեք անցյալ անգամ խոսեց չէ իմաստուններ, անգետներ, հույններ, այսինքն բոլորին օրինակները բերեց եւ տեսնում ենք այդ ժամանակվա փիլիսոփաների գրությունը թե իրենք բարոյականության մասին խոսում են, բայց դրանցից շատերը նույնպես նույն մեղքերի մեջ էին կամ լուր էին այդ մեղքերան, որտեղ այսօր խոսքը ինչպես պիտի ավարտի, որ անգամ նրանք, ովքեր համաձայն են այդ մարդկանց հետ, բայց իրենք չեն անում նույն ձևով պատիժ են կրելու եւ երկնքի արքայություն չեն մտնելու։ Դրա համար այստեղ ասում է, որ թույլ տվեց եւ Աստված մատնեց, այսինքն իր օրհնությունը վերցրեց մարդկանց վրայից եւ այդ պատուհաս մեղքերի մեջ մարդիկ ընկան այնտեղ։ Ուրեմն իրենց սրտի ցանկությունների պատճառով։ Ուրեմն տեսեք Մարդու միտքը ամենաանպատկառն է, բոլոր մեղքերը, ցանկությունները, գաղափարները մարդու մտքի մեջ են հասունանում, հետո սրտի մեջ է դրվում այդ ամենը, կամած սրտի մեջ էփելով, բորբոքվելով ինքը դառնում է գործողություն։ Դրա համար ուզում եմ ասել, որ այս անբնական վիճակը, որ մարդը իր բնական վիճակը փոխում է մեղքի հետևից եւ ասում սա Աստծուց դրված չէ, այսինքն մարդու մեջ չկա այդպիսի բան։ Հիշում եք, երբ որ փարիսեցիները Հիսուսին փորձելու նպատակադրությամբ մոտեցան, ասացին, արդյոք օրինավոր է, որ մեկ իր կնոջ արձակի առանց պատճառի, ինչ է Հիսուսը չեք կարդացել Սուրբ Գիրքը, այսինքն հետ է վերադարձնում արարչության սկիզբ, ասում է այնտեղ գրած էր Աստված արու եւ եք ստեղծեց եւ ասեց աճեցեք, բազմացեք եւ ասում այն ինչ որ հետո կա ձեր խստասրտության պատճառով այդ օրենքները եղան ձեր կյանքի մեջ։ Հիմա արարչագործության սկզբում Աստված արու եւ եք ստեղծեց, արու կամ եկ չստեղծեց, տղամարդ եւ կին ստեղծեց եւ սա էր բնական ցանկությունը, հարաբերությունը, որ տղամարդը կնոջ հետ պիտի լինի իր ցանկությունը որդեծնության նպատակով։ Հիմա ասում է, տեսեք, անարգ կրքերի ենթարկվեցին եւ էքերը փոխեցին իրենց բնական կարիքները։ Ուրեմն անարգ կիրք, ինչ ասել է անարգ։ Այսինքն որ հարգանքի արժանի չէ, սաստիկ
եւ զորեղ ցանկություն, այսինքն մոլուցքի պես դու ցանկանում ես այդ ամեն անել։ Այն ինչը որ բնական է, ցնունակ տղամարդը կին իրար պիտի սիրեն, չէ՞, այսինքն դե որ տղան արդեն հասունանում է կամ աղջիկ իրար հավանում են, սիրում են, որոշում են իրար հետ ապրել։ Սա բնական ցանկություն է։ Երբ որ արդեն սաստիկ է դառնում ոչ թե սերը համատեղ ապրելու, այլ սեռական կիրքը ցանկությունը, մարդը կարող է այս բնականը թողել եւ շեղվել գնալ ճշմարտության հետ, թողնել ճշմարտությունը, գնալ մեղքի հետևից։ Երբ որ առիթ կունենաք հատկապես ղևտացիների 19-րդ գլուխը կարդացեք, այնտեղ որ մեղքերը թվարկում է թե մարդը ինչ այլասեռություններ է ենթարկում, ինչ մեղքեր ունի, քեզ թվում է թե այդ գիրք այսօր է գրված, թեև գրված է եղել մեզանից մոտավորապես 3000 տարի առաջ, 4000 տարի առաջ, բայց այդ նույն մեղքերը այսօր նույնությամբ կան։ Կենթանիների հարաբերվել տղամարդիկ, կանայք, աղջիկների, իրենց քրոջ, եղբոր կնոջ, իր հորաքրոջ, քեռու կնոջը, ամեն բան ինչ որ տեսնեք, գրված է այնտեղ։ Դեռ այն ժամանակ, այսինքն որ մարդը այս մոլուցքով լցվեց, այս անարգ ու անսանց հոժար ցանկությամբ իրենց կրքերը լցրեցին եւ ի սկզբանե մարդ այդպես ինչ էր, սա բնական կերպարը չէր մարդու։ Մարդը կամանց իր մեջ այս մեղքերը հղացրեց եւ գնաց։ Հիմա տեսեք, այստեղ որ ասում է անբան բնական կրքերը փոխեցին, դες հետարքի մի պատմություն պատմեմ, այսինքն դա գտնում է Վարդան Այգեկցու իր խրատների մեջ, ասում է որտեղից եկավ այս հեշտասիրության անբնական վիճակը, ասում է Կայենի սերնդի մեջ կար մի կին, որ չէր ուզում որդի ծնությամբ սեռական կյանքներ, որպես հղիանար, որդի ծներ եւ ուզեց միայն հաճույքի համար։ Եվ ասում է քանի որ սատանան էլ գիտեր ձևը, ինչպես պիտի անել մարդուն շեղել ճշմարտությունից, տղամարդու կերպարանք առավ, եկավ այս կնոջը սովորեցեց անբնական սեռական հարաբերություններ եւ կամացկած մեկ քանի որ մեղքն էլ գաղտնի չի մնում, մարդիկ սկսեցին այդ մեղքերը տարածել եւ այդ մեղքերով ապրել եւ մենք տեսանք արդեն Սոդոմ Գոմորի իրականություն, երբ որ հրեշտակները եկան քաղաք Ղովտի տուն, ասում եք քաղաքի բոլոր տղամարդիկ հավաքվեցին, եկան ասեն են քո տան տղամարդիկ բեր, որպեսզի նրանց հետ կենակցենք։ Եվ Ղովտը ինչ է ասում, ես տանը երկու աղջիկ ունեմ, որ կույս են, տղամարդ չի դիպչել, վերցրեք, ասում է չէ, նրանք ավելի շատ այս իրենց անարգ կրքերի ցանկությունների մեջ ուզում են տղամարդկանց հետ հարաբերությունը, որի պատճառով կուրացրեցին հրեշտակները եւ Ղովտին ընտանիքին դուրս անեց եւ նրանց քաղաքը կրակը թափեց երկնքից եւ Սոդոմ Գոմորի հետքը մինչեւ այսօր չի երևում։ Ուրեմն տեսեք, սիրելիներ, իսկ մենք քրիստոնյաներս ինչ պիտի անենք։ Հակառակ այս ամեն որ մարդու մեջ կան ցանկությունները, մեղսալի կրքեր, ինչ պիտի անեն։ Պողոս արաքյալը արդեն Գաղատաց նամակի մեջ ասում է, նրանք քրիստոնյաներ են, ովքեր քրիստոնյաներ են, խաչն են հանում իրենց մարմինը կրքերով ու ցանկություններով հանդերձ։ Իսկ նրանք ովքեր քրիստոնյաներ են, եթե մեկի մեջ կա այդպիսի կրքեր ու ցանկություններ, մենք խաչում ենք այդ մեղքերը, այսինքն պահեցողությամբ, ճկնությամբ, տնքնանքով, ժուժկալությամբ, զսպվածությամբ մեր մեջից հանում ենք ցանկությունները։ Մի օր մի շատ բարեպաշտ կին, որ քրիստոնյա էր, մի հեթանոս մեկը հավանում է կնոջ, նա պարտադիր ես քո հետ պետք է կենակցեմ։ Կինն ասում է, մեկ պայման ունեմ, ասում է, 3 օր ծոմ ենք պահում միասին, աղոթում ենք, հետո տեսնենք ինչ կլինի։ 3 օր ծոմ պահելուց հետո աղոթելուց հետո կինը գեղեցիկ սեղան է գցում, ասում է դարի գնանք, ասում է չէ, ես սոված եմ, պիտի վազեմ հաց ուտել։ Այսինքն, երբ որ դու կարողանում ես զսպել քո կրքերը ցանկություն աղոթքի ծոմապահության միջոցով, մենք այդ կրքերը խաչ ենք անում, խաչում ենք, մեղքը մեզանից հանում ենք եւ մեղքի պարտամուրակը, որ կա մեզ վրա, պատրում ենք ու դեն ենք նետակում։ Ուրեմն այս անարգ կրքերի պատճառով նրանք գերի դարձան նաեւ իրենց կռապաշտության մեջ։ Օրինակ, երբ որ դու արդեն կուրքեր ես պաշտում, այդ կուրքերը բերում են քեզ կռապաշտության։ Գիտեք, հեթանոսների մեջ, հատկապես նրանց քրմերը, քրմուհիները, այդ իրենց հեթանոսական այդ կուրքերի արձանների մոտ սեռական սանձարձակ կյանք էին վարում։ Եվ կարծում եմ, որ եթե նրանց ներկայությամբ հարաբերություն ունենաս, կարող ես օրհնված լինել։ Ուրեմն անզգամ դարձրեցին մարդուն ոչ միայն իբրև բանական էակ, այլև կենթանիների մոտ այսպիսի բան չկա։ Կենթանին եւ մարդը ստեղծված են բնական, արուն, էքի, էքը արուի հետ։ Ոչ մի ուրիշ տարբերություն չկա։ Ուրեմն ինչ է ասում, ինչու նախ էքերի մասին այստեղ հիշատակեց։ Ինչու է հենց առաջինը կանանց մասին խոսել, ոչ թե տղամարդկանց մասին։ Գիտեք, որ կանայք իրենց էությամբ ավելի զուսպ են, չափավոր են, քան տղամարդիկ։ Դրա համար կանանց օրինակը վերում ցույց տալու համար, որ սա կանանց մեջ չկար։ Սա երբ եղավ։ Կռապաշտության պատճառով,
տղամարդկանց չար օրինակի պատճառով, որտեղ տղամարդիկ են չէ շատ հաճախ կանանց ստանում այդպիսի տեղեր բացում, ցույց տալիս, այսպես, իրենց մեջ բնական վիճակ է։ Եվ հետո ասում է, տեսեք, ասում է, հաջորդ համարի մեջ երբ որ կարդանք, ասում է կանանց համար սա բնական փոխվեց անբնականի, բայց ասում է տղամարդկանց համար սա խայտառակություն էր, որովհետև տղամարդիկ բացահայտ կերպով են այդ լկտություն անում, կանայք ծածուկ։ Դրա համար կանանց մասին ասելով, որ նրանք չար օրինակը ստացան նրանցից եւ նաեւ դրա հետ մեկտեղ սխալ ուսուցումները, սխալ գիտությունը, այսօր էլ կան, չէ, շատ մարդիկ, հատկապես հիմա համացանցը որ բացում ես, հատկապես եվրոպական, ռուսական հիմա արդեն շատ կանայք նստած անդադար սեռական օրգանների մասին են խոսում, սեռական հարաբերությունների մասին են խոսում, ձևեր են սովորեցնել, երբ որ մի կին, եթե ինքը անգետ է, հոգևոր գիտակցություն չունի, ինքը հավատացյալ չէ, ամեն օր թե նման լուրեր նայի տեսնի, ինքը այդպիսի մեղքերի մեջ ուզի թե չուզի կհայտնի, որտեղ դու իրեն սովորացնում ես, ինչ որ ինքը չգիտի, դու իրեն սովորացնում ես։ Ես երբ որ կանանց բանտում ծառայում այցելության գնում էի այնտեղ, մի կին կար հենց այդպիսի պատճառով, ինքը նստել էր շատ վատ ֆիլմեր նայել սեռական բնույթի, հետո կրքերը ցանկությունների մեջ էփվել էր, դուրս էր եկել պատահական մի տղամարդ էր հանդիպել, նույն բան ինչ որ ֆիլմի մեջ տեսել, արել իր հետ, հղիացել էր, հետո երբ որ երեխան ծնվել էր, հենց հիվանդանոցում սպանել էր։ Տեսեք ուր հասավ, սխալ ուսուցում, կրքեր, ցանկություններ, չար օրինակ, եւ վերջում ոչ միայն ինքը իրեն բղծեց, այլև իրենից ծնված զավակին սպանեց։ Եվ ինչ է սա նշանակում, որ այս բոլոր ցանկը որ հասնում են, ասում եք կանայք արդեն այս ամենի մեջ ամոթի քողը հանեցին իրենց վրայից, այլ չամանչեցին, եւ այնքան բնական պետք է որ կար իրենց մեջ, հայտնվեց անբնական վիճակի մեջ, ասեցին էքերը հետ հարիմն։ Եվ ինչ արեցին ամենագլխավորը Աստծո կողմից տրված ամուսնությունը, որ պսակադրություն էր, այս խորհուրդը բղծվեց մարդու կյանքի մեջ։ Ուրեմն բնական պետք է լինի տղամարդու կնոջ հարաբերություն։ Ինչու՞, որովհետև ստեղծված է ինչի համար ամուսնությունը տղամարդու կնոջ որդեծնության համար, այսինքն արարչագործությունն է շարունակվում տղամարդու եւ կնոջ հարաբերության միջոցով։ Բայց ցանկացած հարաբերություն, որ արտամուսնական է, ստիպողաբար է, բռնության է, հաճույքի կրքերի ցանկության համար է, սա քանդում է ամբողջ ամուսնության խորհուրդը եւ արարչությունը։ Ուրեմն չի կարող տղամարդը տղամարդու հետ լինել, կինը կնոջ հետ լինել։ Եվ փոխանեն ինչ է ասում Հովան Ոսկեբերան Հայրապետը, ասում է փոխանակել ասելով, այսինքն բնական պետքերը փոխանակեցին անբնականով, հայտնում է առաքյալը, որ ոչ թե մի անգամ կամ երբեմն այդպիսի մեղքերի մեջ հայտնվեցին, այլ հաճախակի եւ իրենց կամակորության հանդերձ դա դարձեցին սովորություն։ Այսինքն 1-2 դեպքի համար չի գրել առաքյալ, այսինքն ոչ թե 1 կամ 2 կամ պատահաբար խմած են եղել, չեն իմացել, այլ իրենց, ասում եք, կամակորությամբ սա դարձեցին սովորություն իրենց կյանքի մեջ։ Եվ ռոմեական կայսրության մեջ այս ախտը լեփ լեցուն էր։ Ուրեմն շատ զգուշ պիտի լինել, սիրներ, որովհետև այն ինչ որ այսօր նաև ասեմ ձեզ, հիմա այսպիսի իրավունքի պաշտպաններ կան, որ այս ախտը միասեռականության, ասում որ սա հիվանդություն է, Աստված իրենց այսպես է ստեղծել, իրենց Աստված այսպես է, Աստված մեղքով մարդ չի ստեղծել, Աստված մեղքին ենթակա մարդ չի ստեղծել, մարդը իր ցանկություններով է գնում անբնական վիճակի հասնում եւ մեղքի պատճառով կործանվում։ 27-րդ համարի մեջ ասում է արդեն նույնպես եւ արուները թողնելով էքի հանդեպ, տեսեք, էքի հանդեպ բնական պետքերը, կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ, արուների հետ խայտառակություն էին գործում եւ փոխարենը իրենց անձերի մեջ ընդունում են իրենց մոլորության հատուցումը։ Ուրեմն արուի ցանկությունը էքի հանդեպ սա բնական երևույթ է, այսինքն տղամարդը պետք է կին սիրի, կինը պետք է տղամարդ սիրի։ Հիմա ասում է սրանք էլ իրենց մեջ բորբոքվելով իրենց ցանկությունների մեջ էքի հանդեպ բնական պետքը թողեցին, ասեցին արուի հետ խառնակվել է, սա դարձավ խայտառակություն եւ ասում իրենց պատիժը կրեցին իրենց անձերի մեջ։ Ուրեմն արուների հետ հանդեպ բորբոքվեցին կրքերով ու ցանկություններով, սա նորմալ չի, նույնիսկ կենթանական աշխարհի մեջ այսպիսի բան չկա, սա միայն մարդուն է հատուկ, այս զիբիլը, այս աղբը, որ մարդը կարող է տղամարդուն ցանկանալ եւ սիրել։ Ուրեմն հնարավոր չէր զսպել այս ցանկությունները, որտեղ այդ գիրքը, որ բորբոքվում է կրակի պես, անհնար է զսպել, սրան սահման չունի։ Միայն հոգեվոր կյանք ապրող մարդը կարող է
հոգևոր աղոթքով խնդրելով ասում այդ մեղքերից հեռու ինչպես որ մոլություն է դառնում հարբեցողությունը, խաղամոլությունը, մարմնավաճառությունը, այս ամեն ինչը ցանկություններն ու կրքերն են որ բնական վիճակը քո սպանում ես քո մեջ, հեռանում ես ճշմարտությունից եւ հայտնվում ես կեղծիքի եւ ստի մեջ։ Եթե որևէ տղամարդ, տեսեք Ղևտացիների նամակից այդ հատվածը ընթերցում, ասում է, եթե որևէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պարկ ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն են գործում, երկուսն էլ թող մահանան, որովհետև մահապարտ են, ասում են, երկուսն էլ քարկոծելով սպանել։ Եթե տղամարդը տղամարդ հետ պարկում է, ինչպես կնոջ հետ, երկուսն էլ սպանել։ Թույլ չի տալիս սպարել հասարակության մեջ։ Նույնպես ասում եմ, եթե կինը կնոջ հետ, եթե տղամարդը կենդանու հետ, այսպես հերթականությամբ փորձեք կարդալ այդ 19-րդ գլուխը Ղևտացիների, երկուսին էլ սպանել։ Ուրեմն այսինքն եթե մարդը ֆիզիկապես իրավունք չունի այլևս ապրել է հասարակության մեջ, ուրեմն երկնքի արքայության մեջ առավել եւս այդպիսի մարդիկ չեն կարող լինել, որովհետև Աստծո արարչագործությունը ոչնչացրեցին։ Ուրեմն արուները արուների հետ այս արտահայտությունը տեսնենք ինչ է ասում։ Ուրեմն ոչ թե ասում են ներքին ցանկությամբ, այլ արտաքին ցանկությամբ սարեցին։ Այսինքն տղամարդը սկսեց ոչ թե ներքին բնական, արտաքին տղամարդու տեսքը գնահատել եւ հասկացել, այսինքն մարմինը ձգտեց սիրել եւ մարմնի մեջ իր պղծությունը գտավ։ Սրա հետևանքով ինչ է տեղնում, տեսեք սիրելիներ։ Երկու կարևոր բան է կատարվում այս աշխարհի մեջ։ Ուրեմն մարդը, որ այս թույլ են տալիս այսօր հատկապես քարոզվում է, որ շքերթներ են կազմակերպում աշխարհով մեկ, իրենց համաշխարհային մայրաքաղաքն ունեն, օրինակ Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվը միասեռականների համաշխարհային մայրաքաղաքն է, Եվրոպայում Քյոլն քաղաքն է, Գերմանիայում, Ամերիկայում Սան Ֆրանցիսկո քաղաքն է, այսինքն որ գումես ամբողջ թաղամասեր են ապրում այդպիսի մարդիկ եւ քարոզվում է այդ ամենը։ Ինչի համար։ Երկու պատճառ կա այստեղ։ Առաջինը քանդում են Աստծո արարչագործությունը, այնց նպատակը մեկն է ծնելիություն չլինի, որպեսզի մարդիկ իբրև աշխարհի մեջ շատանում են մարդկանց ծնելիությունը քչացնելով մարդկանց թվաքանակը քչացնեն։ Բայց սրա հետ մեկտեղ, այսինքն ոչ թե մեղքն ես դու նվազեցնում, դու մեղքը գովազդելով սպանում ես Աստծո արարչությունը եւ դուրս ես գալիս Աստծո դեմ։ Երկրորդ ինչ որ իրենք անում են պատճառը որն է, որպեսզի տարատեսակ հիվանդություններ տարածվեն աշխարհում, հատկապես տղամարդու սեռավարակների պատճառով, հետո տարբեր տեղեր հարաբերությունների պատճառով մեղքով լցնում են աշխարհը եւ մեղքի վարձ ինչն է մահ։ Ուրեմն մեղքի պատճառով պիտի մահանան մարդը նախ որպես հոգևոր էակ, բանական մտածող էակ, հետո պիտի մեռնի արդեն ֆիզիկապես։ Ուրեմն իրենց նպատակը նախ եւ առաջ հոգևոր սպանություն գործելն է։ Ուրեմն այս արտաքին գեղեցկությամբ խայտարակություն գործեցին եւ մեղքի մեջ։ Ուրեմն տեսեք, ոչ թե ասում եմ 1 կամ 2 այսպես տղամարդ արեց, այլ սա տարածված է ռոմեական կայսրության մեջ, արդեն ասացի, որ սկզբում ասեց հույնները, իմաստունները, անգետները, գիտունները, սրանք բոլորի գործերը, որ նայում ես իրենց օրինակ այն հին անտիկ փիլիսոփաների գործերը, խոսում են բարոյականաբար, բայց նրանցից շատերը այդ ախտի մեջ են։ Իրենք էլ են այդպեսին եղել։ Թագավորներ, հատկապես Ռոմի կայսր Կալիգուլան ամենասարսափելի կենթանին եղել աշխարհում եւ ապրող, որ այլ նույնիսկ կենթանիների հետ ինքը սեռական հարաբերություններ ունի։ Տղամարդկանց այնպես խառնաշփոթ։ Ուրեմն տեսեք ինչ էին անում աշխարհի մեջ, նույնը այսօր։ Նայում ես համացանցի մեջ այդպիսի նյութեր են ձայնագրում, տարածում, փարթիներ են կազմակերպում, խնջույքներ սեռական եւ դա ցանկացած մեր երեխաներ կարող է բացել միամիտ տեսնել, ու այն ինչ որ բնական չի քեզ համար դառնում է բնական, այդ անբնական կեղտը գալիս է լցվում մարդու հոգու մեջ եւ մարդը սկսում է չարաչար տանջանքներ կրել, հիվանդություններ կրել մեղքերի պատճառով։ Սա ոչ թե մեկ հոգու պատճառ, այսինքն մեծամասնություն որ կազմում է այդպիսի մի ախտի մեջ ապրել, այդ մեղքերի պատճառով նաեւ աշխարհը վտանգվում է։ Ուրեմն այս այլանդակացությունները նաեւ ուզում են մարդկանց համար այսօր սովորական դարձնել։ Եթե օրինակ Միացյալ Նահանգում դու միասեռականին ասենք միասեռականը չի կարող կողքը նստել, կարող են քեզ դատի տալ, կամ եթե դու արհամարանքով վերաբերվել, քեզ կարող են դատել, որ դու այդպիսի բան։ Եվրոպայում կարող ես միասեռականի մազերը վարսորի չկտրել, նրան բանտարկեն։ Եթե ասում են դու սեռական խտրականություն ես դնում, բայց ես չեմ ուզում, որ այդ մեղքը ինձ համար սովորական դառնա։ Ես ուզում եմ վարժեցնել այդ մեղքերին, ինչպես որ այն ժամանակ էր հեթանոս աշխարհի մեջ այս ամենը տիրում։ Ուրեմն ինչու է այստեղ արդեն ասացի ասում խայտարակություն, տեսեք ասում է անբնական վիճակ էքերի համար, ավներում ասում է խայտարակություն։ Արդեն ասում է կանայք այս ամեն ինչ որ անում էին, ծածուկ էին անում։ Գախնի էր այդ կանանց մոտ, բայց տղամարդիկ բացահայտ
Հատկապես այն ժամանակվա գիշերային ակումբներում, գինետներում, ինչներ նույնիսկ ազատ փողոցում կարող էին հարաբերվել, սա էր, եւ դատապարտելի չէր, եւ նույնիսկ կարող էին ստրուկներին փողոցում այդպես բռնել ու բռնաբարել եւ ոչինչ չլիներ։ Կամ գումարով արծաթով գնում էին տղամարդկանց, այդ այն ժամանակ գիտեք, աշխարհում ավելի շատ ստրուկներ կային, քան ազատ մարդիկ, եւ ցանկացած ստրուկի փողով կարող էին տանել օգտագործել սեռական ոտնձգության համար։ Հիմա էլ աշխարհում տարեկան այս պայդրությամբ աշխարհում տարեկան 1 միլիոն մարդ վաճառում է սեռական ստրկության։ Այն որ լսում ենք աղջիկներ տարան Թուրքիա, Դուբայ, Արաբական Էմիրություններ, տարբեր տեղեր սեռական շահագործման համար, այդպես է։ Տարեկան 1 միլիոն մարդ այդպես բղծվում ու ոչնչացվում է այս աշխարհի մեջ։ Տեսեք մեղքը ուր է հասել եւ ինչ է տեղի ունենում այս աշխարհի մեջ։ Ուրեմն սա դատապարտելի չէր այս մարդկանց համար եւ այս մարդկանց համար սովորական էր դարձել հռոմեական կայսրության մեջ։ Եվ դրա համար ասում է իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը։ Նաեւ չարաչար այս մարդիկ տանջամահ են լինում, մահանում են։ Այսօր ինչ է լինում, երբ որ նայենք շոու բիզնեսի մեջ, սիրելիներ, ինչ ենք տեսնում ենք, հատկապես տղամարդկանց պարագային հայտնի երգիչներ, կինոդերասաններ, որ որոշակի ժամանակ հետո այս մարդիկ սկսում են կանացի պես հագնվել։ Կանացի շարժուձե, այսինքն իրենց իգականացնում են, կանացի են դարձնում, որպեսզի տղամարդու պատկերը պղծեն։ Օրինակի համար, դե տեսնեք, տղամարդիկ հիմա մեծ մասը սկսել են կանանց պես նեղ շալվարներ հագնել։ Այսպես որպես ստիպողաբար քաշում ես ոտքեդ վրա, հագնում ես եւ ոտքերը մեջ չես ամ տղամարդ է թե կին է։ Սա դարձրել են միջով, որ կանեքս են տղամարդիկ կանանցի։ Հակառակը սկսել են կանանց օգտագործել տղամարդ, մազերը կարճ կտրել տղամարդու պես հագնել, խոսել, ծխախոտ, խմիչք, հավասար։ Այսինքն նույն բանը, ինչ որ կատարում էր հեթանոս աշխարհի հռոմեական կայսրության մեջ, այսօր կատարվում է հատկապես քրիստոնյա աշխարհի մեջ։ Իսլամի մեջ չես կարող այսպիսի բաներ, քեզ կքարկոծեն, կսպանեն։ Բայց քրիստոնյաները ոչ միայն հանդուրժում են, այլև գովազդում են եւ պահանջում են, որ դու հաշտվես այդ իրականության հետ եւ լինել։ Օրինակ վերջերս Իտալիայում Հռոմի եկեղեցին օրենք ընդունեց, որ միասեռականը, եթե վերջին 3 տարում չի զբաղվել միասեռականությամբ, կարող է գալ քահանայական կուրսեր անցնել, քահանա դառնալ։ Աբսուրդ։ Եթե մեկը 3 տարի չի արել, ուրեմն ինքը միասեռական չի արդեն։ Բայց տեսեք ինքը եթե ունի այդ անուն իր վրա ինքը միասեռական է եղել եւ ինքը կարող է քահանա դառնալ։ Այսպեսին ո՞նց կարող է քահանայագործել, եթե սկզբունք է դրված, ով որ գալիս է քահանայության, պետք է անհարատ լինի։ Նույնիսկ ապօրինի ծնունդ չպիտի, այսինքն անօրինական կապից ծնված երեխան չի կարող քահանա դառնալ, որ մնաց որ միասեռականության մեղքի մեջ եղող մարդը հետո կարողանա քահանայագործել եւ Աստծո սուրբ սեղանի սպասավոր դառնալ։ Տարիներ առաջ Դիլիջանից մեր 2 աղջիկներ գնացել են Գերմանիա եւ ասում եմ փողոցով քրուս տեսանք որ միասեռականների շքերթ էր։ Ասում եմ վախեցած փախանք այնտեղ եկեղեցի տեսանք, վազեցինք եկեղեցի մտնենք որ պաշտպանվենք։ Ասում եմ քիչ հետո հասկացանք որ բոլորը միասեռականներ են հավաքված եկեղեցու մեջ եւ քահանան դուրս եկել իրենց զոհված, սպանված միասեռականներ, հիմա եկեղեցու մեջ աղոտ պիտի անեն։ Անհասկանալի բան է սա մեր կյանքի մեջ։ Ուրեմն Աստծո պատկերը ավաղել, արարչագործությունը պղծել եւ սատանայի իշխանությունը հաստատել այս երկրի վրա։ Հիմա տեսեք այս երկու մեղքերի պատճառով 24 մեղքերի մասին հիմա պիտի խոսենք, թե սրանից հետո ինչ կարող է լինել մեր կյանքի մեջ։ 28-րդ համար ասում է. «Եվ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի ու անվայել բաներ անեն»։ Ուրեմն մարդու առաջին մեղքը որն էր, սիրելիներ, արարչից ավելի շատ արարածներին պաշտել եւ երկրպագել, խոնարհվել։ Սա առաջին մեղքն է մարդու, որ մարդը գործեց եւ չուզեցին Աստծուն իրենց գիտության մեջ պահել եւ չուզեցին Աստծուն ճանաչել։ Սա առաջին մեղքն էր մարդու, որ մարդը փորձեց հեռանալ իր արարչից հեռու ապրել, ազատ լինել, ինչպես որ շատ հաճախ մեր երիտասարդները ձգտում են 18 լրանը տնից փախնեն, որ իրենց ծնողների հանկարծ իրեն չխոսեն, իրենք ինչ ուզեն, իրենց այնպես ինչպես ուզեն, այնպես վարվեն իրենց կյանքի հետ, այնպես էլ մարդ արարածը չի ուզում իր արարչի հետ լինել եւ ճանաչել։ Ինչ է սա լինում։ Ուրեմն Տերը նրանց մատնում է անարգ, տեսեք, ասում է մտքերի։ Հիմա նորից գանք մտքի խորհուրդ։ Ուրեմն ինչ է միտքը։ Միտքը մարդու չարության աղբյուրն է։ Այսինքն բոլոր մեղքերը այստեղ են հղանում։ Բոլոր մեղքերի գործվելիք հանցանքների, պղծությունների, չարությունների խորհուրդը այստեղ է գրվում, սցենար այստեղ է կազմվում։ Եվ միակն է, որ չի ամանչում
պատկառանք չունի, հարգանք չունի։ Ամեն մեկը ում մասին ինչ ուզի այստեղ կարող է մտածել։ Բարձրաձայն չասել, մտքի մեջ սպանել, խաբել, կեղծել, պղծել, շնանալ, ինչ ուզի մարդը մտքի մեջ կարող անի, որովհետև չի ամաչում, որովհետև ոչ ոք չի տեսնում։ Դրա համար սա համարվում է մեղքի չարության աղբյուրը, որ մեր չար խորհուրդները, գործերը նախ ծնվում են այստեղ։ Այստեղ են մարմին առնում, հետևաբար երբ մարդու միտքը անարգ է դառնում, մեր վերջին մահացու մեղքը որն է որ թվարկում ենք, բղջախոհությունը, չէ, կամ պղծախոհությունը, այսինքն այստեղ այդ խորհուրդները հասունանում, անարգ է դառնում, նրա մեջ եղած բոլոր ցանկություններն էլ անարգ են դառնում։ Ուրեմն սրանից ավելի վատ վիճակ մարդու համար չի կարող լինել, երբ որ մարդը ամբողջ օրը այդ անարգ մտքերի մեջ ապրում է, այսինքն մարդը այնպիսի մտքեր ունի, ինքն էլ իրենից երբեմն վախենում, բայց նաև քաջությունը չունի Տիրոջը դիմելու, Տիրոջով այդ ամենից մաքրվելու, սրբվելու եւ առաջանալու այս կյանքի մեջ։ Ուրեմն այսպիսի վատթար մտքերի հետ ինչ է լինում, մարդը գալիս է որտեղ, որպեսզի ինքը հասնի այնտեղ, որպեսզի սկսի անարժան գործեր կատարել։ Իսկ որոնք են անարժան գործերը։ Անարժան գործերը նրանք են, որ հատուկ են մարդկային կյանքի դեմ, որ դու գործում ես մարդկանց կյանքի դեմ ես Աստծո դեմ եւ ոչնչացնում ես բարությունն ու մաքրությունը։ Այսինքն այսօր աշխարհում ամենաշատ ինչի պակաս կա վստահության, չէ՞, այսինքն մեղքը բերել է նրան, որ մենք այլևս իրար չենք վստահում։ Այսինքն մեր մարդկային կյանքը արժե զրկել ենք։ Ամուսինը կինը իրար չեն վստահում, ծնող ու երեխա իրար չեն վստահում, տնօրեն իր աշխատակիցներին, աշխատակիցները տնօրին, մարդիկ մարդկանց իրար չեն վստահում, ինչու՞, որովհետև բաժանում կա այլևս մեղքի պատճառով, այս մտքի պատճառով մեծ բաժանում կա։ Ուղիղ գործեր չկատարելու, մարդկային կյանքը վատթարացնելու եւ վերջապես մտքի մեջ է, որ մարդը Աստծո հետ թշնամություն է սկսում անել։ Եվ հիմա տեսնենք արդեն 29-31 համարները, այդտեղ 24 մեղքեր պիտի թվարկենք, 29 համարի մեջ արդեն ինչ է ասում, լցված լինելով ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, կատարյալ նախանձով, սպանությամբ, կռվազանցությամբ, նենգությամբ եւ չարամտությամբ։ Սա 29-րդ համարը։ Ուրեմն քանի որ այս մտքերը արդեն ասացի չարության աղբյուրն են, տեսեք ինչ մեղքեր թվարկեց, թե ինչ է տեղի ունենում մարդու մեջ։ Ուրեմն մեղքերն ու հանցանքները, որի մեջ կարող է հայտնվել յուրաքանչյուր մարդ, ով առանց արար չի ապրում, իր սրտի ցանկություններն է կարևորում եւ որոշում է, որ ինքն իրույն պիտի ապրի։ Ուրեմն առաջին մեղքը անիրավություն։ Ինչ է նշանակում անիրավություն։ Լցված անիրավությամբ մարդ։ Ուրեմն անիրավ բառը գիտեք, նշանակում է անարդարություն, իրավունքի դեմ ոտնձգություն, Աստծո օրենքների խախտում եւ Աստծո պատվիրանների ոտնահարում։ Սա անիրավություն է։ Հիմա տեսեք, երբ որ մարդ այդ մեղքերով լցված է, ինքը կարող է արդարությամբ ապրել այս աշխարհի մեջ, ոչ։ Կարող է Աստծո պատվիրանները սիրել, ոչ։ Կարող է մարդու կյանքը գնահատել, իհարկե ոչ։ Կարող է Աստծուն սիրել, ոչ։ Ուրեմն լցված ես դու ամենայն անիրավությամբ։ Ուրեմն տեսեք, մեղքը բերում է մարդուն, որ իր համար այլևս սրբություններ չկան։ Ինքը ազատ է ամեն ինչ անելու, ամեն ինչ խոսելու, ոնց ուզի այնպես ապրելու եւ ինչ ուզի կարող է ոչնչացնել։ Իր համար այլևս արժեք չկա։ Երկրորդը ասում է լցված պոռնկություն։ Ինչ է պոռնկությունը։ Ինչ է պոռնկությունը։ Մենք միանգամից հասկանում ենք մանրավաճառ կնոջը կամ այն տղամարդուն կնոջ, ովքեր դավաճանել են իրենց կողակցին։ Սա հատկապես վերաբերում է վերևը նշված անբնական ցանկություններ, այսինքն անբնական ցանկությունն է, որ չի ասում, տեսեք, շնություն, ասում է պոռնկություն, որովհետև շնությունը դու կարող ես մեկ անգամ սխալվել, դավաճանել, հետ վերադառնալ, բայց պոռնկության միջով դու հայտնում ես անբնական մեղքերի ճիրանների մեջ եւ դու դադարում ես Աստծո նմանություն ունենալ։ Ընդհանրացակ իմաստով սա տղամարդու եւ կնոջ անարժան նաեւ հարաբերություններն են, ովքեր որ գիտեք, պսակի ժամանակ մենք ինչ ենք աղոթում նորապսակների համար։ Իրար սիրեն պարկեշ կենցաղով, առանց ամոթի եւ առանց լկտիության։ Այսինքն, երբ որ տղամարդու եւ կնոջ սերը վերածում է սեռական սանձարձակ հարաբերությունների լկտիությունը տեղի ունենում այնտեղ անբարոյականությունում, սա էլ է համարվում պոռնկություն։ Այսինքն, տղամարդն ու կինը ամուսիններն էլ կարող են պոռնկանալ իրենց կյանքի մեջ։ Ոչ միայն սա արտամուսնական կապերի իմաստն, այլև ընտանիքի մեջ էլ կարող են, երբ որ կիրքը ցանկությունը սիրուց վերածվում է սեռական կրքոտ ցանկությունների, հայտնվել պոռնկության մեջ։ Ուրեմն հեթանոսները տեսեք ինչ հետարքիր բան կա այստեղ։ Հեթանոսները շնությունը անիրավություն էին համարում, ընդունելի չէր,
բայց պոռնկությունը հաճելի էր իրենց համար։ Պատկերացնում եք, այսինքն տղամարդը կնոջ դավաճանություն ընդունելի չէր, բայց տղամարդը կինը կնոջը դա իրենց համար հաճելի էր եւ ընդունելի էր։ Երրորդը ասում է անզգամությամբ։ Ով է անզգամ մարդը։ Այն մարդը, ով լցված է ուրիշին վնասելու ցանկությամբ, ուրիշին վատություն անել։ Այսինքն պատկերացնում եք մարդ, ով առավոտյան արթնանում է եւ մտածում է ում վատություն անել, ում չարախոսել, ում մատնել, ում դավաճանել, այսինքն չի ցանկանում իր դիմացի մարդու ապրելը։ Ուրեմն սա վտանգավոր երևույթ է հատկապես մեր կյանքի մեջ, այսօր մարդիկ շատ են, ովքեր ուզում են դիմացին միշտ վատություն անել։ Ուրեմն վատությունները մեն հարվածելը չէ, գողանալը չէ, բամբասելն էլ այդ մեծ վատություններից մեկը, թե առանձին բամբասանքի մասին ասում, ուրեմն ուրիշի լավը չցանկանալ։ Այդպիսի ասացված կա, չէ՞, ասում է իմ դարդ ու ցավը քիչ էր, հարևանս էլ մեքենա գնեց։ Ուրեմն այս խնդիրը սրա մեջ է, որ մարդը ինքը անզգամ է դառնում։ Չորրորդը ասում է ագահությամբ։ Ով է ագահ մարդը։ Նախ ագահությունը մահացու մեղքերից 5-րդն է, չէ՞, այսինքն ագահությունը անդադար ունեցվածք, դրամ դիզելու մասին է խոսքը, որ մարդը ագահությամբ լցված է կամ այլենց ուրիշների ունեցվածքի վրա աչք ունի, ինչպես 10 պատրանից մեկն է, չէ՞, քո հարևանի ունեցվածքի վրա աչք մի դիր։ Ուրեմն ագահ մարդը ոչ միայն անդադար ուզում է գումար վաստակել, ունեցվածք հավաքել, այսպես ասել, եւ ուրիշինն է ցանկանում եւ ուրիշներին զրկելու միջոցները փնտրում։ Այսինքն ոնց անի, որ այս մարդու ունեցածին տիրանա։ Սա էլ վտանգավոր մեղք է, որովհետեւ ագահությունից նաեւ ծնվում է ինչը բղծախոհություն է, այսինքն բղջախոհությունը, չար մտածում, այսինքն որ դու ագահությամբ լցված ես, անդադար նաև չար մտածումներ ուրիշների մասին եւ ուզում ես ուրիշներին վատություն անել։ 5-րդ ասում է լցված են չարությամբ։ Ուրեմն չարությունը նման է անզգամ մարդուն, որովհետեւ չար մարդը միշտ ուզում է ուրիշին վատություն անել, բայց ի տարբերություն անզգամության սներ, ուրեմն չար մարդը կարող է իր սրտի մեջ այդ ամենը ցանկանալ, բայց գործի չդնել։ Անզգամը գործի է դնում։ Կան մարդիկ, չէ, որ լեզուն չար է իրենց, բայց գործնականում իրենք չար չեն։ Մենակ լեզուն, որ ասում ենք լեզվին մի նայի կյանքում այդպես չի, բայց դա էլ մեղք է, որովհետև չարախոսելը հատկապես սրտիդ մեջ ուրիշի մասին միշտ չար մտածում, թեև չես գործում, բայց դու նույն բանն ես անում։ Դու ցանկանում ես, թեև բարձրաձայն չես անցում, օրինակ, եթե մեկ ավտովթար է ունում, ասես սիրտս հովացավ, ավտոն ջարդվեց սրանց։ Նույն չարությունն է, անզգամությունն է, որ չի կարելի, բայց իրագործելի չէ այս մարդունը, եւ սա նաեւ թաքնված չար նպատակներ կարող է չար մարդ ունենալ, որ հարմար առիթ փնտրի քեզ ինչպես վատություն անի։ Ինքը կարող է ամբողջ կյանք քեզ վատություն չանել, բայց մի ամբողջ կյանք փնտրի ճանապարհները քեզ վատություն անելու համար։ 6-րդ ասում է կատարյալ նախանձ։ Մարդը դառնում է կատարյալ նախանձ։ Ուրեմն նախանձ բառը գիտեք ինչ է թարգմանում, նախ իմ անձը, այսինքն ամեն ինչից առաջ ես, բայց նախանձ մարդը այն մարդն է, ով տխրում է ուրիշների հաջողության պատճառով, ով ցավ է ապրում, տառապանք է կրում, որ ինչու պիտի ես հարևանս, բարեկամս, ընկերս, չգիտեմ, մեկ ուրիշը հաջողության հասնի, խռովում իր մեջ եւ ուրիշների լույսը խավար է ներկայացնում, ուրիշների բարիքը չարիք է ներկայացնում, ուրիշի առաքինությունը կեղծավորություն է ներկայացնում, բայց իր կեղծիքը, չարիքը, սուտը ճշմարտությամբ է փորձում է բոլորին հրամցնել, որովհետև նախանց մարդը չի ուզում ոչ մեկին տեսնել, ով կարող է իրենց մի փոքր այսքան առավելություն ունել։ Դրա համար ասում է լցված կատարյալ նախանձով, ոչ թե սովորական, այլ կատարյալ նախանձով։ 7-րդը սպանություն։ Ինչ է սա նշանակում։ Սպանությունն էլ գալիս է նախանձից, սիրելիներ, որ մարդիկ սպանություն են գալիս են ինչու նախանձը բերում է դրան, որ երբ որ դու չես կարողանում հասնել քո ուզածին, որոշում է սպանել։ Սա միշտ չէ, որ մեր կյանքի մեջ կարող է լինել, բայց մարդիկ նախանձից կարող են սպանել եւ սպանել են մարդուն, ով ավելի արդար է ու հաջողակ։ Այստեղ սպանությունը նաեւ պետք է հասկանալ ոչ միայն ֆիզիկական սպանությունը, այլև բարոյական սպանությունը։ Երբ որ դու չես կարողանում հանդուրժել մեկի հաջողությունը, սկսում ես սրա մասին կես լուրեր տարածել, այս մարդու անունը արատավորել։ Դրա համար այս նախանձը բերում է սպանության։ 8-րդը կռվազանցությամբ ասում է, թշնամանք, վեճեր, հակասություններ ունենալ, բայց կռվազան մարդու ամենագլխավոր մեղքը որն է, որ ճշմարտությունը կեղծ փաստերով կեղծում է, խաբում է,
որ ճշմարտությունը կեղծիքով սուտ է դարձնում։ Կան չէ, այսինքն բերում են կեղծ փաստեր, կամ այսօր հատկապես արհեստական բանականություն կարող են քեզ նկարել, քո ձայնը այնպես պատրաստել, որ հրամցնել, եւ այսօր բոլորս արդեն ենթակա ենք այս կռվազանցության մեջ հայտնվում, որտեղ մեր ճշմարտությունը ամեն կերպ փոխում են։ Եվ տեսեք ինչ է ասում Կորինթացին ուղված նամակի մեջ Պողոս Առաքյալը, ասում է հիմա էլ ձեր մեջ կան կռիվ ու նախանձ, չէ որ մարմնավոր եք եւ մարդկային եք ընթանում։ Մարմնավոր ենք, քանի մենք մարմնի մեջ ենք, մեր մեջ կռիվ ու նախանձ պիտի լինի, կռվազանցություն պիտի լինի, որ մենք անիմաստ պիտի վեճենք, օրինակ հարցեր կան, որ շատ ժամանակ պետք չի խոսել դիմանում, որտեղ ինքը նպատակը այդ հարցի միջոցով ճշմարտությունը ճանաչելը չէ, այլ վիճելը քեզ հետ, քեզ բարկացնել, քեզ մեղքի մեջ գցել, ինքը հետո ծիծաղի քեզ վրա։ Դրա համար շատ զգուշ պիտի լինես խոսակցիդ հետ, թե իր նպատակը որն է, ճշմարտությունը փաստերով տեսնելու, հասկանալու, թե քեզ հետ անիմաստ վիճելու, քեզ նեղություն պատճառելու։ 9-րդը նենգություն, նենգությամբ լցված։ Ինչ է նենգ մարդը ով է։ Ով է նենգ մարդը։ Որ ասում ենք չար մարդը, բայց առաջին հերթին սուտ, կեղծիք, տարածող, շահամոլ ձգտումներ ունեցող մարդն է, որ ծածուկ ինչ է անում, ուրախանում է քո դժվարությունների, փորձությունների վրա եւ հնարամտությամբ իր գործերով քեզ վնաս է ուզում հասնել, նենգ է։ Քո, այսինքն դու իր հետ հաց կարող ես ուտել, իր հետ կարող ես մի փոքրիկ գաղտնիք կիսվել, ինքը դիտավորյալ գնա քո գաղտնիքը հայտնի քո թշնամուն։ Սա նենգությունն է մարդը, որ ինքը չի հանդուրժում քեզ, բայց ցույց չի տալիս, բայց ամեն անգամ ծածուկ կերպով ուզում է քեզ վնաս հասնել։ Դրա համար երբ որ ասում ենք այս մարդը նենգ է, նաև նենգի մեջ պիտի հասկանաք ողակալությունը, որ ինքը ողջ ունի քո հանդեպ, բայց չի կարողանում արտահայտել։ 10-րդը չարամտություն։ Ինչ է չարամտությունը։ Չար մտածումներ ունեցող մարդ չէ, բայց ուրիշ չար, տեսեք մենք կարդացինք չարություն, չէ՞, հիմա ասում է չարամտություն։ Ուրիշների հանդեպ դաժան վերաբերմունք ունեցող։ Այսինքն ուրիշների հանդեպ միշտ դաժան վերաբերմունք ունի, եւ սա հստակ երբ է հայտնվում նենգության ժամանակ։ Տեսեք, նենգությունից հետո է դրած չարամտություն։ Այսինքն, երբ որ մեկը չար նպատակ ունի քո հանդեպ, ինքը նաև դաժան վերաբերմունք ունի քո հանդեպ եւ հայտնվում է Հովան Ոսկեբերյան հայտնվում է հոգու ժանտահոտությամբ եւ գարշությամբ, այսինքն իր հոգու մեջ ամբողջ կեղտի այդ հոտով հայտնվում է չարամտություն, երբ որ առիթը գալիս է, ասում է հիշում ես ու սկսում է քո մասին ամեն տեսակ, կամ երբ որ մի փոքր երկու բաժակ խմում է, այդ խմած ժամանակ լեզուն բացում է, սկսում է հիշում ես ու սկսում է քո մասին։ Ուրեմն այս չարամտությունը երբ որ կարող են նենգությունը երբեմն ծածկված պահել չիմանալ, բայց չարամտությունը բացում է, քեզ ազատություն է տալիս, ազատ գործելու եւ խոսելու համար։ Հիմա 30-րդ համարի մեջ շարունակում եմ մեղքերը, բանսարկու, չարախոս, աստվածատյաց, նախատող, հպարտ, ամբարտավան, պոռոտախոս, չանահնար եւ ծնողատյաց։ Ուրեմն 11-րդ մեղքը բանսարկու։ Մենք մեծ մեղքերի խոստման ժամանակ ինչ են կարդում, շոգմոկությամբ, հիսում եք շոգմոկ բառը, դա բանսարկու մարդն է։ Ինչ է սա նշանակում, ովքեր բանսարկու մարդով է, ովքեր ուրիշների ականջին ծածուկ չարախոսում են որևէ մեկի մասին, այսինքն չար ծածկված գախնի զանգում են, բայ իմացար այսօր եկեղեցի ով էր եկել, ինչ օրեր հագել, էս էր արել, սենց էր գախնի։ Դա քո մասին չի խոսում, ինքը քո մասին սուտ է ծաղում, այսինքն սրա հետ մեկտեղ նաև քո անվան հետ է խաղում։ Այսինքն ուրիշների անունը արատավորել։ Լսել են ինչ-որ մի բան, բայց չգիտեն, բայց փորձում են այդ չեղածի վրա իրենց սուտը կառուցել եւ այդ ստի վրա ճշմարտությունը խեղաթուրել եւ այդ մարդկանց մեծ ցավ պատճառել։ Ուրեմն նաեւ այս բառի մեկ ուրիշ տարբերակը որն է, զրպարտողը, չէ, որ զուր տեղը մարդուն ինչ որ բանսարկություններ անում եւ խափում է։ Եվ սրա նպատակը որն է, որ մենք ասում ենք բանսարկու, նպատակը որն է, այս ամբողջ, օրինակ, ես զանգեցի խոսրեմ ասի, միտեղ սուտ խոսեցի, ի՞նչն է իմ նպատակը, ինչ եմ ես այդ ամենը Գագո պապին ասել, որպեսզի խոսրով Գագո պապի բարեկամությունը քանդեմ։ Այսինքն ինձ նաև չեմ հանդուրժում իրենց բարեկամությունը, մտերմությունը, ընկերությունը, այդպես կան, չէ՞, որ մի տղա մի աղջկա սիրում է, հանկարծ այս աղջկա ընկերուհին սկսում է աղջկա մասին սուտ դուր տարածել,
որպեսզի քանդի այդ սերը, ընկերությունը, բարեկամ, հասկացաք բանսարկուի գործը որն է։ Բանսարկուն է ում ենք ասում սատանային, այսինքն դա սատանայի գործն է, որ ինքը գնում է արդար, մաքուր մարդկանց մասին չարախոսում է։ Ուրեմն այս զրպարտությունը անող մարդը նման է սատանայի։ 12-րդ մեղքը չարախոս։ Հիմա բամբասող մարդն է, չէ՞, չարախոսն է, բամբասանք անող մարդն է։ Սա ինչ է, ովքեր ծածու կամ հայտնապես բացահայտ որևէ մեկին չարախոսում են, առանց սրտի խայթ ունենալու։ Ինչ լեզվի տակ գալիս է այդ մարդկանց մասին չարախոսում են, եւ սրանք ինչ են անում, երբ են չարախոսում այս մարդիկ, երբ որ այն մարդուն, որ չարախոսում են, ներկա չէ։ Շատ օր པարզ օրինակ է, որ սեղանի շուրջ հավաքված մարդիկ կան, մեկը գնում է, մնացածը ասում են այդ մեկի հետևից խոսել։ Երբ որ այդ մարդը կար, ոչ ոք իր մասին այդ մարդու երեսին չէին ասում իր սխալները, հենց այս մարդը գնաց, բոլորը միասին հիշեցին, որ կարող ենք այս մարդուն խոսել։ Ուրեմն նրանց հետ նաև այդ մարդկանց անվան հետ խաղացող մարդիկ, որ երեսին չեն կարողում ասել, բայց հետևից խոսում են։ Ուրեմն սա է շատ վտանգավոր է։ Եթե այդ մարդը այդտեղ չէ, դու խոսում ես, մեկ է քո մեղքը չի պակասում։ Ես ուրիշ օրինակ եմ բերում, ասում ֆեյքեր, որ այսօր կան, ուրիշ անուններով գրված բամացանցում, ասում մեկ է ձեր ձեռքերն են գրում եւ ձեր միտքն է թելադրում։ Այնտեղ կապ չունի ում անուն է գրված, մեղքը քոնն է, չարախոսողը, բամբասող մարդը ինքդ ես։ Ուրեմն 13-րդ մեղքը աստվածատյաց, այսինքն մարդիկ, ովքեր ատում են Աստծուն եւ Աստծո անվանը վերաբերում են չարախոսությամբ ու հայոյությամբ։ Այ երեք հիվանդանոցում էի, քաղցկեղով հիվանդների մոտ էի, սենյակում հիվանդացան 4 հոգի կային։ Աղոթեցի, մեկին մկրտեցին, մյուսներին աղոթեցի, մյուսին կոմտար այդ հաղորդությունը։ Աստված մեղավոր չէր իր հիվանդության համար, բայց ինքը շատ զզվանքով վերաբերվեց Սուրբ հաղորդությանը։ Մինչև այդ ասաց հա կհաղորդվեմ, ես հարցնում եմ, ստիպողաբար որևէ մեկին հաղորդություն չեմ տալիս, բայց սկզբում ասաց մկրտված եմ, ուզում եմ, երևի երբ որ աղոթների բառերը լսեց, թե ինչ եմ աղոթում, ինչ եմ ասում, մարդու մեջ խռով առաջացավ, մերժեց Աստծուն լսել։ Ուրեմն այստեղ անև առաքյալը այս բառը ինչի համար է օգտագործում, քանի որ նրանք, ովքեր Աստծուն ատում են, նաև Աստծուն չարախոսում են, Աստված նաև Աստծուն չարախոսել են։ Օրինակ, մինչև այսօր մարդիկ կան, որ Հիսուսի մասին չարախոսում են, որ Հիսուս ամուսնացած է եղել, երեխաներ է ունեցել, Աստվածամայրը Սուրբ Հոգուց չի հղացել, տարատեսակ բաներ, մինչև այսօր այդպիսի մարդիկ կային, եւ հեթանոսների համար է, որովհետեւ հեթանոսներ անհավատ մարդիկ են։ Օրինակ ասում են, բա ձեր Աստվածը ինչի սենց արեց, բա ձեր Հիսուսը ինչու այսպես ասեց։ Ինքն սրանց նպատակը չարախոսելն է Հիսուսին։ Օրինակ հիշում եք Հովանոզնեցու պատմությունը, մենք ձեզ շատ եմ պատմել, երբ որ գնում է Ամիրապետին հանդիպելու, որ Հայաստան աշխարհը ազատի հարկերից թուրքերից, ասում է, բայց ես լսել եմ, որ ձեր Հիսուսը շատ աղքատ էր հագնում, ինչու ես դու այդպես ճոխ հագնված, ասում է, թե ուզում ես իմանալ ինչու եմ ես այսպես, ասեմ։ Հիսուսը Աստվածային լույսով զարդարված էր, շնորհները ճառագում էր, ինքը պատկառելի տեսք ուներ։ Ես մարդ որպես, ասում եմ, հագնում եմ, որ արտաքին տպավորություն թողնեմ իր ժողովրդի վրա, բայց եթե ես ներքին մարդուն տեսնել, իր սրբը որ բացում է, տակից հագնված էր քուրձ։ Եվ Ամիրապետը սարսափում է, ոնց կարող է մարդ այդ այծի մազից կարված հագուստի մեջ այդքան հանգիստ լինել։ Եվ ասում է գնա, քո ազգը ազատված է։ Ուրեմն այս մարդիկ միշտ սովոր են Աստծո մասին չարախոսել եւ կեղծ նյութեր տարածել։ 14-րդ մեղքը ասում է նախատող կամ այս բառի մյուս հոմանիշը հանդուգն բառն է։ Ովքեր են այս մարդիկ, նախատող կամ հանդուգն մարդիկ, ովքեր որ համեստություն չունեն, զսպվածություն չունեն, անամոթաբար կարող են հիհի հահա մարդկանց ինչ անել, ծաղրել, նվաստացնել, ամոթ չունեն, չէ՞, ասենք կան, չէ՞ որ կանայք կան կամ տղամարդիկ, որ իր ամուսնու ընկերական շրջանում կարան շատ լկտի պահվածք ունել, անամոթ պահվածքով խոսել, հավասար հետները խմել, կամ տղամարդիկ նույնը չամանչել իրենց ներկայությամբ եղող կանանց մեջ իրենց սխալ պահված ցուցաբերել։ Ուրեմն այս մարդիկ անամոթ մարդիկ են, նախատող, ինչ են անում սրանք, որպեսզի մեկ բառով ասենք, սահմաններ չունեն։ Հիմա տեսեք, Գաբրիել Ավետիքյանը, ով այս Հռոմեացի նամակներ մեկնություն էլ, ասում է սրանք, այսինքն բամբասողները, չարախոսները եւ այս նախատողները, ասում է երեքն էլ նման են։ Ինչ են անում սրանք, ասում են։ Տեսեք, ասում է բամբասողները, ասում է, երկպառակություն են տարածում
մարդկանց մեզ բաժանում են բերում, չարախոսները մարդկանց անվան հետ են խաղում, իսկ այս երրորդները արհամարանքով են լցվում դիմացինի հանդեպ։ Երկպառակություն, արհամարանք եւ բաժանում։ Տեսեք, ինչ կարող է այս երեք մեղք անել ընդհանրապես հասարակության եւ ընտանիքի մեջ։ 15-րդ մեղքը հպարտ։ Հպարտությունը որ մեղքն էր, առաջին մահացու մեղքը, այսինքն մարդ, ով չի ուզում եւ կամ չի հանդուրժում իրանից ավել որևէ մեկը, որ կարող է լինել։ Այստեղ նաեւ ամբարտան, թեև հաջորդ բառը ամբարտավանն է, ամբարտավանն ու հպարտը նման են իրար եւ իրենք իրենցից ուրիշներից ավելի վեր բարձր դասող մարդն է հպարտ մարդը, այսինքն ինչ որ ինքը չէ, բայց ներկայացնում է այդպիսին ինչպիսին ինքը որ կա։ 16-րդը ամբարտավան, իրենց գործերով կամ կարողություններով չափազանց պարծեցող մարդիկ, ովքեր որ միշտ ուզում են իրենց մասին խոսեն, իրենց մասին ասեն, մեն իրենց մասին լինի։ Կամ չէ մարդիկ ամեն ինչ անում են, որ օրինակ երեկույթի ժամանակ մեն իրենք Երևան, հանկարծ որևէ մեկի շորը չփայլի, որևէ մեկի տեսքը չլինի, այսինքն իրենք միայն այդտեղ Երևան, որտեղ սա ամբարտավան կեցվածք է։ Դու ոչինչ ես, բայց ուզում ես ամեն ինչ ներկայացնել, որպեսզի մարդիկ քեզանով ապրեն։ 17-րդ մեղքը պորոտախոս։ Ո՞վ է պորոտախոս մարդը։ Մենք մեր միջավայրում ասած լոպազ մարդը, բայց սա լոպազը չէ, ով գլուխ գովան մարդը չէ, ուրեմն սա ծնունդ է հպարտությունից, պորոտախոս մարդը հպարտության ծնունդ է։ Ինչ է սա նշանակում, ովքեր նախ նոր մեղքեր են հորինում, որ իրենք կան չէ մարդիկ իրենց գործած մեղքերով հպարտանում են։ Օրինակ հայերը երբ որ գնում են Ռուսաստան, գալիս են հատկապես տղամարդիկ, առաջին բանը ընկերն ասում են հա այնտեղ գնացիր, ձախ աղջիկները, ռուս աղջիկները այդ ժամանակ նայել սկսում է գլուխ գովալ։ Չեղած մեղքերի վրա մեղքեր ավել։ Եթե չէր արել, այնպես է ներկայացնում, մի 10 անգամ գնացել է այնտեղ այդ մեղքերը գործել է։ Ուրեմն ճշմարտությունից հեռու լցվում են հպարտությամբ եւ ինչն է իրենց նպատակը պորոտախոսների, արտաքին հագուստներ, կերակուր, սպասք, տուն ունեցված, այնքան սրանով հպարտանալ, անիմաստ մեղքերի մեջ հայտնվել, ովքեր ոչինչ չունեն, հենց ուզում են այդ ամեն ինչի մեջ իրենց երջանիկ ձևացնել։ Սա պորոտախոս մարդն է, որ շատ զգուշ պիտի լինենք, որ այն ինչ որ մենք անում ենք, ինչ որ անում ենք, ոչ թե ցուցամոլության համար, ցուցադրության համար անել, այլ ճշմարտության համար։ Օրինակ մարդիկ կան մեր միջավայրում, հատկապես Հայաստանում, ամեն նոր տարուն իրենց ափսեները փոխում են, ավելի թանկարժեքն են դնում, որ հյուրերը գան նախ ճնշվեն, երկրորդ ցույց տան, որ մենք կարող ենք ամեն տարի նույնը անել, կամ ամբողջ տարվա մեջ պանիր չեն ուտում, նոր տարվա համար կիլոգրամը 7000 դրամով պանիր են առնում, դնում են սեղանին, ի ցույց մարդկանց։ Սա պորոտախոս մարդու կեցվածքն է, կյանքն է, որը շատ վտանգավոր է։ 18-րդը չարահնար մարդիկ, այսինքն նոր չարություններ հնարող մարդիկ, այսինքն մարդիկ, ովքեր սովորեցնում են, օրինակ կան մեծեր, չէ, որ երեխաներին սուտ են սովորեցնում, հայել են սովորեցնում, խաբել, կեղծել, սպանել, գողանալ, դու սովորեցնում ես այդ մարդուն, այդ մեղքին, եւ դու նոր մեղքերի հնարավորություն ես տալի մարդկանց կործանման համար։ Ուրեմն երբ որ դու դառնում ես մեղքի ծնունդ, մեղք գործելու պատճառ, դու նաև ինքդ քեզ ես սպանում, ոչ միայն այդ մարդուն, որ դու սովորեցնում ես, այլև ինքդ քեզ ես այդ մեղքերով տանում դեպի կործանման։ Եվ 19-րդ այս համարի մեջ վերջինը ծնողուրաց, ծնողներին ատող, ծնողներին չսիրող մարդիկ։ Ցավոք սրտի այսօր աշխարհի մեջ շատ այս մեղքը տարածվում ամեն օր։ Բոլոր մեծահարուստներին, եթե չասենք, մեծամասնության ծնողները նախ երբեմն շատ լավ թանկարժեք ծերանոցներում են ապրում, հոգատարությամբ, վարձված բուժքույրերով, խնամական, բայց իրենց զավակների կարոտն են իրենք հաշում։ Իրենց այդ ամենը պետք չէ։ Ուրեմն ինչպես որ Աստծուց մարդը հեռանում է, եթե դու առաջից հեռացար, բնականաբար քո ծնողից էլ պիտի հեռանաս։ Որն էր 5-րդ պատվիրանը, հարգիր հորդ ու մորդ, չէ, 5-րդ, բայց գիտեք, որ միակ պատվիրանն է, որ խոստում ունի։ Օրինակ, որ ասում եմ, մի շնացիր, մի գողացիր, մի սպանիր, ինքը խոստում չունի։ Բայց ասում եմ, հարգիր ու հորդ ու մորդ պատվամ ունի, ասում եմ, որպես այս երկրի վրա երկար օրեր ունենաս, այսինքն երկար ապրես այս աշխարհի մեջ։ Ուրեմն ծնողատյաց են դառնում եւ հեթանոսները, գիտեք, հեթանոս աշխարհի մեջ անարգում են իրենց ծնողներին, ամբարտավանությամբ, արհամարանքով, մերժված են եւ նույնիսկ կարող են իրենց ծնողներին սպանել, ընդունված էր սա։
դրա համար ասում է չի կարող քրիստոնյան, ով որ հեթանոսն գալիս է քրիստոնյա, իր ծնողին ատել արհամարանքով անզգամությամբ լցվել իր ծնողի հանդեպ, այլ հակառակը դու պիտի հոգ տանես, որպեսզի երկար կյանք ունենաս։ 31-րդ համարի մեջ մեղքերը շարունակելով ասում է. անմիտ, ուխտադրուշ, անագորույն, անգութ եւ անողորմ։ Անմիտ։ Երբ է մարդը դառնում անմիտ։ Երբ որ հեռանում է ճշմարտությունից։ Սա հոգևոր միանշանակ հոգևոր իմաստով է եւ մարդը երբ որ չունի ճիշտ դատողություն, արդարություն չունի իր կյանքի մեջ, խոհեմություն չունի իր կյանքի մեջ, ինքը դառնում է անմիտ։ Այսինքն իր միտքը ամեն ինչով կարող է զբաղեցնել, ինքը ամեն ինչի մասին կարող խոսել, բայց հոգևոր ճիշտ դատողություն չունենալ։ Ամենապարզ օրինակ, երբ որ մեկը գալիս է ասում է կարող եմ կնոջիցս կամ ամուսնուցս բաժանվել առանց պատճառի, ինքը անմիտ է, չէ՞, այսինքն իր խոստումը, որ տվել է, խոստանում եմ տեր լինել, հնազանդ լինել, պաշտպան լինել, մինչև մահը չբաժանի, անմիտ է այս մարդու պահվածքը։ Կամ որ դու խոստանում ես ու քո խոսքը դրժում ես, արդեն անմիտ է։ Դու խոհեմություն, արդարություն, ճշմարտություն չունես քո կյանքի մեջ։ Առանց պատճառի չի կարող որևէ բան լինել, սերը դադարել ու վերջանալ, կամ անմիտ կերպով դու չես կարող քո կյանքի հետ վարվել։ Այսօր հատկապես երիտասարդության մեջ իմ կյանքն է, ինչ ուզեմ կանեմ։ Այո, քո կյանքն է, բայց դու չես կարող ինչ ուզել անել, որտեղ այդ կյանքը վերև Աստված է, ում հանդեպ դու պարտականություն ունես, ներքևում ծնողներդ են, ում հանդեպ դու պարտականություն ունես, ուրեմն չես կարող ծնողների տված կյանքը, դա քոնը որ քոնն ես համարում, ինչպես ուզես, այնպես էլ վարվես այդ կյանքի հետ։ 21-րդ մեղքը ուխտադրուշ։ Ինչպես որ մարդը անհավատարիմ է Աստծուն, այնպես էլ կարող է անհավատարիմ, այսինքն իր ուխտը, դաշինքը կտրել, քանդել իր ընկերության, բարեկամության եւ ընտանիքի մեջ։ Եթե մարդը Աստծո հանդեպ, խոսքի հանդեպ չունի վստահություն ու հավատարմություն, իր համար ընկերոջ խոսքն էլ արժեք չունի, Աստծո առջև իր կնոջ կամ ամուսնու տված խոստումն էլ արժեք չունի, իր զավակի հանդեպ էլ ինքը խոստում չունի, պատասխանատվություն չունի, ուրեմն ինքը իրեն չհարգող մարդ է դառնում ուխտադրուշ մարդ է։ Պատկերացնեք, որ դու խոսք ես տալուս, այլևս չեմ անելու, օրինակ մարդիկ կան, խոստանում են, որ չեմ ծխելու, չեմ խմելու, այս չեմ անելու, այն չեմ անելու, մեկ շաբաթը նույն բանը անում են, նշում դու ուխտը դրժեցիր։ Կամ երբ որ դու մկրտության ժամանակ խոստանում եմ հավատքով, հույսով ու սիրով ապրել, բայց ամբողջ կյանքդ առանց այս երեք ես ապրում, դու Աստծո խոսքն ես անարգում։ Երբ որ դու խոստանում ես մինչև մահ սիրել, բայց քո սերը բերում է բռնություն, ատելություն, չարություն, դու քո խոսքն ես անարգել։ Դրա համար ինչ որ դու խոստանում ես, ինչ էլ որ լինի, պետք է պահես։ Այ երբ որ Պոմպեի քաղաքը, գիտեք ինչից է, չէ՞ քաղաքը վերացել։ Լավան եկավ, այսպես ամբողջ քաղաքը, երբ որ քաղաքը պեղումներ էին անում, ինչ գտան, զինվորին այսպես նիզակը ձեռքին կանգնեց։ Մինչև վերջին վայրկյանը ինքը իր պահակակետը չէր լքել։ Ինքը մնացել էր իր կոչումի մեջ։ Ուրեմն ինչ էր ունի քո կյանքում, դու միշտ պիտի մնաս քո տված խոսքի մեջ։ Ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ ծանր լինի, քո խոստումը պիտի պես։ Անմիտ խոստումների մասին չի, այն ինչ որ դու Աստծուն ես խոստացել, ինքդ քեզ ես խոստացել եւ քեզ սիրող մարդուն ես խոստացել։ 22-րդ մեղքը անագորույն։ Այս բառը լսել եք։ Անգութի նման է, բայց ինչ է սա նշանակում։ Առանց սիրո, առանց զգացմունքների ապրող մարդ։ Չէ, մեռած մարդը չի, մարդ ով չունի գթություն իր մեջ, ով չունի սեր իր մեջ, ով չունի ճշմարտություն իր մեջ, ով իր ընկերության համար զոհաբերություն չի անում, իր ընտանիքի համար հոգ չի տանում, սա անագորույն մարդն է, այսինքն անգույն մարդը, ասենց ասեմ այսօր լեզվով, մարդ ով գույն չունի, ով տեսակ չունի, ինքը ոնց պատահի այնպես ապրում է, սա անագորույն մարդն է, բնական գթասրտությունից զուրկ մարդ, այսպես եթե ձևակերպենք։ 23-րդը արդեն անգութ մարդ այն մարդն, ովքեր կարեկցանք չունեն դիմացինի հանդեպ, հատկապես ձեռքը մեկնող աղքատի հանդեպ կարեկցանք չունի, տառապող մարդուն չի ուզում տեսնել, իր կողքը սոված մարդուն ոչ մի բան չի ուզում անել, ով ոչինչ չի անում իր ընկերական, եղբայրական, ընտանեկան խաղաղությունը պահելու, պահպանելու համար, ովքեր աղաչանքներով դիմում են իրենք զզվանքով երես են թեքում, սա անգութ մարդն է, գութ չունեցող մարդ, այսինքն մարդ, ով չի ուզում ուրիշի ցավին կարեկից լինել, այսպես ասեմ։ 24-րդ մարդը անողորմ, մարդիկ ովքեր չեն տեսնում կարիքավորի պետքերը, որ կարող են օգնել,
հալածում են մարդիկ ու մեջ վրեժ կա, ու մեջ ատելություն կա, անողոր մարդը սրանք են, ով միշտ ուզում էր վրեժ լուծել, ով միշտ ուզում է մարդուն ցավ պատճառել, որ մարդը երբեք չուզում դիմացին հասկանալ ու ներել։ Մարդը գալիս է քեզանից ներողություն է խնդրում, ձեռք է մեկնում, բայց դու անողորմաբար ասում ես գնա, չեմ ուզում այլևս քո երեսը տեսնել։ Այս մարդիկ են անողում, ցավոք սրտի այսօր մեր կյանքի մեջ շատ են այսպիսի մարդիկ։ Եվ վերջին 32 համարի այս ամբողջ մեղքերը թվարկեց Պողոս առաքյալը 24 մեղքեր։ Հիմա տեսնենք վերջին համարի մեջ ինչ է ասում։ Նրանք ասում է գիտեին Աստծո արդար դատաստան։ Ուրեմն այս բոլոր միասեռականներ, այս 24 մեղքեր գործող մարդիկ բոլորը գիտեին Աստծո արդար դատաստանի մասին։ Թե այսպիսի բաներ գործողները մահվան են արժանի, տեսեք, գիտեին։ Բայց ասում է ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլև նրանք, ովքեր այս գործողներին հավանություն են տալիս։ Նրանք էլ պիտի կործանվեն։ Մեղքի վարձը մահն է, չէ՞, ապրեք։ Գիտեք, որ մեղքը որոշ իմաստով սատանայի համար աշխատանք անել է։ Երբ որ դու մեղք ես գործում, նշում է դու սատանայի համար ես աշխատում, եւ սատանան քեզ վարձատրում այդ աշխատանքի դիմաց ինչով։ Մահով։ Հասկացաք, մեղքը դու գործում ես կամ այլ որ գործում ես, դու դրանով աշխատում ես սատանայի համար կամ իր ջրաղացին ջուր ես լցնում, ինքն էլ քեզ ոչ թե հաց է տալիս, կյանք է տալիս, այլ հակառակը քեզ մահ է բերում։ Բայց այս ամենը իմանալով հանդերձ մարդիկ չեն դադարում մեղք գործել։ Տեսեք, ասում եմ, սրանք այս բոլոր մեղքերը գործողները գիտեին Աստծո դատաստանի մասին։ Մենք էլ գիտենք, չէ՞, որ պատասխան պիտի տանք։ Եթե այստեղ որևէ մեկի առջև պատասխան չտանք, Տիրոջ առջև, բայց շարունակում ենք մեղք գործել։ Ամենապարզ օրինակը բոլորն էլ գիտեն, որ ծխելը վնասակար առողջությանը, խմելը վնասակար առողջությանը, բայց մարդիկ չեն դադարում ծխել ու խմել։ Չեն դադարում։ Նույնն էլ մեղքն է, որ դու մեղքը սիրում ես, մեղքը մտնում է քո մարմնի մեջ, դառնում է քո սրտի ցանկություն, իմանալով հանդերձ պատիժը ինչ որ պիտի լինի, դու գործում ես։ Ամենապարզ օրինակը բերեմ կաշառակեր մարդուն, ինքը գիտի, որ պահին բռնվեց, ինքը կործանված էր, են դատելու են, իրենից ամեն ինչ խր, բայց մինչև վերջին վարկյանը ձեռքը մեկնած կաշառքը վերցնում։ Չի ամանչում, որովհետև երբ որ դու առաջին մեղքը գործում ես, մի պահ դուք հիշեք ձեզ, երբ որ դուք առաջին անգամ մեղք գործեցիք։ Ամենապար սուտ խոսեցիք, ինչքան վատ եք, չէ՞, ձեզ զգում, ամանչում եք, հանկարծ չբացահայտվի, հանկարծ մեկը չիմանա։ Երբ որ չբացահայտվեց, երկրորդ անգամ ավելի հեշտությամբ խոսեցիք, երրորդ անգամ ավելի հեշտ, երրորդ չորրորդից հետո ընդհանրապես սուտը դառնում է մեզ համար սովորական բան, եղած կա չեղած մեր կյանքի մեջ։ Մենք անում ենք բոլոր տեսակի մեղքերն են այդպես։ Մարմնավաճառին որ հարցնում ես, ասում է դա գործ է, դա իմ աշխատանքն է, դա մեղք չի համարում։ Թմրամոլի համար դա ժամանց է, երբ իմ ուզի կարող է թողել։ Գողություն անողն ասում է դե Տեր ջան, դա էլ աշխատանք է, չէ՞, դքան վազում են, գնում են, գալիս են, դա էլ աշխատանք։ Իրանց այդպես ամեն մեկը հորինում էր համար, բայց գիտի որ դա վատ բան։ Նույնն էլ այստեղ ասում է բոլորը գիտեն, որ դա Աստծո դատաստան կա, մարդը պիտի պատիժ կրի, բայց մարդը շարունակում է գործել։ Եվ տեսեք, ասում է, այսպիսի անողները մահվան են արժանի։ Եվ նաև նրանք, ովքեր որ հավանություն են տալիս։ Ովքեր են այս մարդիկ, ովքեր հավանություն են տալիս։ Այսօր շատ հաճախ մարդիկ փորձում են մեղքը որպես ճշմարտություն մեզ ներկայացնել։ Ուրեմն այն մարդկանց համար է սա վտանգավոր, ովքեր հավանություն են տալիս ինչ անողի, մեղքեր գործողներին, նրանց կողմնակիցներին, խորհուրդներ են տալիս, հուշում են, ձևերն են սովորեցնում։ Ինքը չի անում։ Բայց օրինակ ասում է, լսի, ասում ես, պաշտոնը տա, ինչի՞ չես կողքից մի հատ էլ մի բան անում, տանես։ Սովորեցնում է, մարդը գուցե ձևը չգիտեր, սովորեցնում է։ Կամ օրինակի համար ասում են, գնա ամենապարզը գնում ես բենզին լիցքավորելու, այդ լիցքավորող սարքը բացում թողում են, կարող է 20 լիտրի մեջ 1 լիտրը չգա քո մեքենայի մեջ։ Կամ արդեն ապարատներ այդպես սարքված են, որ կես լիտր 20 լիտրի մեջ պիտի պակաս տա քեզ։ Ուղղակի այդպես սարված է մեր կյանքի մեջ։ Կամ կշերքը, կշռելուց չէ, մարդիկ խաբում են։ Մի պարզ գյուղացի ուրեմն սներ ինքը ամեն անգամ իր կաթը բերում էր գյուղ, հանձնում էր խանութին եւ քանի որ ինքը կշերք չուներ, այդ խանութ-բանից խնդրում են 1 կիլոգրամ շաքարավազ, որ տան իր տուն կշերքի թաթ դարձնի։ Երբ որ բերում է հաջորդը, ասում է, «Էս ի՞նչ է, ինձ ուզում ես խաբես», ասում է, «Բայց ես քո տված շաքարավազով եմ կշռում»։ Այսինքն շաքարավազը Տերն էր խաբել կշռը, խանութ-բանն էր խաբում միշտ։ Ուրեմն այսպես է, դու հավանություն ես տալիս այդ ամենին, ովքեր անում կամ հետո
Մյուսն էլ կա սրա հակառակ, ովքեր իմանալով հանդերձ լուռ են մնում։ Սրանք էլ են մեղավոր։ Չեն զգուշացնում, ձեռքը չեն բռնում։ Իմանալով հանդերձ, որ այս մարդը գողություն է անում, չեն սաստում այդ մարդուն։ Չեն ասում, որ մի արա։ Գիտեմ, որ այս մարդը շարունակաբար խափում է, թաքցում։ Նայ ասում ենք, էսի վերջինն լինի, հա, մյուս անգամ էլ քեզ չեմ օգնելու, չէ։ Դու արդեն շատ ես օգնելու, ել ես օգնում, որովհետև դու մեղսակից ես դարձել։ Կան մարդիկ, օրինակ, որ իրենք իրենց կանանչ չեն դավաճանում, բայց այն մյուսների համար ուրախ են, որ իրենց կանանչ ազատ դավաճանում են ու չեն բռնվում։ Նշանակում է դու էլ ցանկություն ունես, բայց չես կարողանում իրական, բայց դու էլ նրանց հետ հանցակից ես։ Ուրեմն տեսեք ինչքան վտանգավոր է, որ ոչ թե մեղք չգործելը, այլև հավանություն տալ։ Հիշում եք Պողոս առաքյալին, ինքը Սուրբ Ստեփանոսին չքարկոծեց, քարով չհարվածեց, բայց ասում է ինքը համաձայն էր սպանողների հետ։ Ինքը քարով չխփեց, բայց համաձայն էր, որ սպանում էին իրեն, ինքն էլ էր մեղսակից այդ ամենի մեջ։ Դրա համար սիրուներ շատ զգուշավոր պիտի լինենք, որպեսզի մեղքին հանկարծ հավանություն չտանք։ Չասենք օրինակ, երբ որ երեխա մի մեծ սխալ ասենք, դե երեխա էր, ոչինչ, արեց կամ չարեց։ Չէ, այդտեղ ես կործանում քո երեխային։ Պիտի զգուշացնես, պիտի պատժես երբեմն, որպեսզի ինքը այլևս այդ մեղքը չգործի։ Եթե ոչ, տեսեք ինչ անբնական մեղքեր հայտնվեցին մարդու մեջ։ Մարդ այսպեսին չի եղել, Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով ու նմանությամբ, այսինքն սուրբ է ստեղծել մարդուն։ Բայց մարդը ժամանակի ընթացքում կամած մեղքի ճաշակումով ամեն անգամ նոր մեղքեր ընդունելով, ինչպես որ դեղի, չէ, դեղաչափը ավելացնում ես ամեն անգամ հիվանդության դեմ առնես, այնպես որ մարդ ամեն անգամ իր մեղքերը ավելացրեց, մեղքի տեսակները ընտրեց եւ հայտնվեց այս վիճակի մեջ։ Սարսափելի է այս մեղքերը այսօր որ տեսնում ես հասարակության մեջ կան, մարդիկ ովքեր այդ հաց են ուտում բայց իրար չեն սիրում, սա դուրս է գալիս իրար չարախոսում են, բամբասում են, սուտ դուրեր են տարածում, կեղծում են, գողանում են, ամեն տեսակ մեղքեր գործում են քրիստոնյայի անվան տակ։ Վերջում էլ խաչակնքում են ասում են դե Տեր Աստված ջան կներես, որ արեցինք։ Չէ, սա երեսպաշտություն է։ Աստված միշտ նայում է մարդու սրտին։ Եվ այս սիրտը Աստված ինչ է ուզում, որ ոչ թե կատարյալ լինի, այլ անկեղծ լինի, մաքուր լինի, սիրով լցված լինի, որ երբեք այն ում տունը որ հաց ես կերել, դուրս գալուց հետո այդ տան հացը չքննարկես։ Այլ շնորհակալ լինես, որ այդ հացը քեզ տվեցին, որ այդ տան դուռը բացեցին քո առջև, այն սառը ջուրը կամ տաք ջուրը կամ թեյը որ խմեցիր, սիրով տրվեց քեզ, ոչ թե արհամարանքով, ու գնաս սրան հետ ասես, գիտես ինչ կա, խմեցի, տեսա ափսեի վրա կեղտ կար, հացի մեջ չգիտեմ փշուր կար, պետք չի մեզ բաներ անել։ Այս մեղքերը մեզ կկործանեն։ Այսքան այսօր ավարտեցինք, ուրեմն առաջին գլուխը մյուս շաբաթվանից արդեն ավելի լուրջ մեղքերի մասին պիտի խոսենք, որ տեսնենք թե հասարակության մեջ ինչպիսի անտեսանելի մեղքեր կան, որ քանդում ու պառակտում են առաջացնում մեր կյանքի մեջ։ Ուրեմն զգուշ լինենք, որպեսզի այս անբնական վիճակների մեջ չհայտնվենք եւ Տերը միշտ ներկա լինի մեր կյանքի մեջ, որպեսզի մենք իբրև քրիստոնյաներ նախ ճանաչենք Աստծուն, ոչ թե ուղղակի անունը օգտագործել, այլ ճանաչել, բնական շփում ունենալ Աստծո հետ, զգալ Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ եւ Տերն էլ քո կյանքի մեջ ներկա կլինի։ Աստված պահապան բոլորիս սիրելիներս, շնորհակալություն։